Հարգելի հեռուստադիտողներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում ես այսօր զրուցելու եմ Արթուր Այվազյանի հետ։ Պարոն Այվազյան, գերիների թեման շարունակում է մնալ արդիական, Ռուբեն Վարդանյանը երկարատև հացադուլի մեջ էր, բայց փոխանակ մեր գերիներին վերադարձնելու, օրինակ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է պետք է այնպես անեին, գերի չընկնեին։ Կարծես թե իրենք հնարավորություն են ունեցել գերի չընկնել։ Օրինակ ձեր կարծիքով նման հայտարարություններն ինչի համար են արվում։ Այդ հայտարարությունը նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Ես նախնական էլ էի ասել, միջանկյալ էլ էի ասել, հեռակայել էի ասել, որովհետև նախ իրանք ինչից են ցրում, ասում են գերիները պետքա փոխանակվի գերին առ գերի, չէ՞, ըստ էության։ Ես տեղը ցույց եմ տվել, առնվազն Հայաստանի Հանրապետության պետական տարածքում, ինքնիշխան տարածքում 200-ից 236 հոգի գտնվել են մեր շրջափակման մեր սպեսնազի գրաված տարածքում, ջերմուկի հատվածում, գլխավոր շտաբի պետը շտիպի եմ ասում, էլի շտիպ չեմ ասում շտաբ, գլխավոր շտիպի պետը ինչ ասում, շտաբ չի էլի արդեն, շտիպը էդի, ասում է իրանք եթե սոված անան կգնան մյուսը, ես կոնկրետ տեղ եմ ցույց տվել, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ էության գերիներ չկան, որովհետև սա հանձնվել են, ես կոնկրետ տեղ գիտեմ, ես պաշտոնապես հայտարարում եմ կոնկրետ գիտեմ 236 հոգու տեղ, քանի որ պաշտոնապես չի հերքվել իրանց հեռացումը, պաշտոնապես հաստատված է իրենց ներկայությունը մեր պետական տարածքում, պաշտոնապես հաստատված է իրենց շրջափակումը, ես փոխանակում եմ առաջարկում, մնացածը դուք որպես լրագրող, հետաքննող լրագրող, մնացածը դուք գցեք տեղը։ Այսինքն գնան գերեվարեն եւ փոխանակեն։ Ըստ էության իրանք գերեվարված են, որովհետև իրանք ըստ էության շրջափակման մեջ են։ Մեր տարածքում մեր սպեսնազը 236 հոգու շրջափակել է։ Գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ իրանք հաց չեն ունենա, ջուր չեն ունենա, չգիտեմ ինչ է խոսում գլխավոր շտաբի պետ կոչված այդ բույսը, ասում է հաց չեն ունենա, ջուր չեն ունենա, կեթան, հույս է տալի, որ կեթան պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում թշնամական պետության հատուկ նշանակության զորքերը նստել են, ինքը ասում է հաց ու ջուր չեն ունենա, կեթան երևի, հավանությամբ, ըստ հավանության ենթակայության, բայց ըստ էության իրենք գտնվել են մեր շրջափակման տակ, մեր սպեսնազի շրջափակումը եղել է ըստ էության, հիմա խնդիր, գնացել են արդյոք մեր տարածքից, թե ոչ, ջուր ու հացը Հայաստանի Հանրապետության բյուջեից ապահովել եք, ես համոզված եմ, որ ապահովել են, դուք պատկերացնում եք ինչի մասին եմ խոսում, 236 սպեսնազ, սպայակազմով մեծ սպեսնազը շրջափակել է, գլխավոր շտաբի պետը ասում է հաց ու ջուր չեն ունել, կեթան, դուք տենց բան պատկերացնում եք։ Դժվարությամբ, բայց այո, ես լսել եմ այդ հայտարարությունը իր կողմից։ Դե հիմա դուք պատասխանեք ձեր հարցին։ Ու սա գլխավոր շտաբի պետն է, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է։ Դուք հասկանում եք սա ինչ աբսուրդ է։ Մենք չենք կարող դրանց վերցնենք։ Ըստ էության իրենք շրջափակման մեջ ենք, մենք կարող ենք վերցնենք ու փոխանակենք։ Ամենակարևորն եմ, մենք չունենք օրինական պաշտոնական պատվիրենիա, գնացել ենք թեստեն։ Դու որպես գոյուն, դու որպես հետաքննող լրագրող, հենց վաղ առավոտը օրինական հացադում դիր, զորքերը դրան գնացել են, թե մնացել են մեր տարածքում։ Պաշտպանության նախարարությանը դիմի, որպես հետաքննող լրագրող։
Քանի որ գլխավոր շտաբի պետը այդ թիմի հետ կապված բան է հայտարարել, որպես հետաքնող լրագրող գնացել են թեստեն։ Գիտես քեզ ինչ են պատասխանելու։ Ռազմական գաղտնիք, օպերատիվ խորհրդության գաղտնիք կա։ Հիմա տես քեզ ինչ ասում եմ հիմա։ Ես քեզ ընկերական խնդրում եմ։ Առավոտը լույսը բացվի, ուրիշ ոչ մի բանով մի զբաղվի։ Օրինական որպես հետաքնող լրագրող, օֆիցիալ գրի թող քեզ պատասխանեն։ Այդ խումբը Հայաստանի տարածքում է թե դուրս է եկել։ Կգրեմ։ Ես քեզ խնդրում եմ ուղակի։ Ես չունեմ նման լիազորություններ, ես ով եմ այս երկրում։ Ես ընդհանրապես մի հատ տենց Հավայի կամանդիր եմ էլ այս երկրում։ Հասկանում ես։ Չհասկացա դա։ Մեր գերիների հացն է։ Եկեն գելեն մեր ձերը։ Մենք շրջափակման մեջ ենք դրել։ Լավ ատամները չեք սարքեն որ հետ տվե, արա։ Ով եկավ ստե, ինչքան հանցագործ կար, ինչքան պետական դավաճան կար Ադրբեջանի կողմից, եկան մեր խփեցին, հասկանում ես են Քելբաջարի ուղությունով, մյուսով, սաղին հետ են տվել, հիմա ասում են գերի չունենք փոխանակելու։ Դրա համար եք տես տվել, ես ասում եմ կոնկրետ ունենք գերիներ, մենք կարանք փոխանակենք։ Այդ 263 հոգին, որովհետև պետական պատվիրաններ չունենք, ոնց են դուրս եկել։ Հիմա նայ, ես որպես մասնագետ քեզ հրապարակային ասում եմ։ Եթե իրանք ընկնում են շրջափակման մեջ, ես որպես մասնագետ եմ դա ասում, չի կարա մեկի մեծ հակադրվի։ Կամ պետք է ճանապարհ տաս դուրս գան։ Կամ պետք է հանձնվի լոգիկան։ Ուրիշ ձև չկա։ Կամ երրորդ ձևը կա, իրենք կարան ճեղքում անեն, բոյով, մատ վարեն, այն ինչը որ ես երազում եմ, էլի որ մենք հիմա անենք, այն որ իմ երազանքն է։ Կամ պետք է մատով մտնեն, իրենց խմբերին հանեն։ Չորրորդ ձև չկա։ Որպես լրագրող վաղը մտի հարցրա։ Ստեն թե գնացել են։ Եթե գնացել են, միանգամից հաղորդում հանցագործության մասին։ Ոնց են գնացել։ Ոնց են գնացել։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մտել է, դիվերսիոն խմբեր են մտել։ Ընկել են շրջափակման մեջ։ Չէ, փաստացի։ Գլխավոր շտաբը հաստատում է, պաշտպանության նախարարությունը հաստատում է, չէ, լոգիկան, հաստատում է, փակված են։ Ուր են, մեր տարածքում են, դուրս են եկել։ Համ մեր տարածքի մեջ գտնվելու հետ է կապված քրեական գործ հարուցվի։ Ոնց են իրենք պետական սահման հատել։ Շոտկի կորպուսի պաշտպանության եւ պահպանության տակ է, չէ։ Ոնց են իրանք մեր տարածքում գտնվելու ընթացքում ինչ իրավիճակ են իրանք ունեցել։ Շոտկի պետական սահմանի հատումը տեղի ունեցել, չէ։ Պահպանության եւ պաշտպանության շրջանի հատումը տեղի ունեցել։ Մենք ունենք օրենքով նախատեսված եւ պետական սահմանի հատումը տեղի ունենում։ Այն ռազմական տենց ուժի կողմից։ Մենք ունենք օրենքով լիազորություններ սահմանապահ կողմից, պաշտպանության նախարարության սպեցնազի կողմից, նայ, 3 ուժ եմ ասում։ Հիմա իրենք մեր տարածքում են, մտել են, ապօրինի հատել են պետական սահմանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ասում է, հաց ու ջուր չեն ունենա, կգնան։ Նայեք, ուշադիր լսեք այս հատվածը։ Նման գլխավոր շտաբի պետի պայմաններում աշխարհի որևէ պետություն չէր կարող ունենալ զինված ուժեր։ Դուք հասկանում եք, պետությանը, պետական սահմանի հատում գլխավոր շտաբի պետը ասում է, հաց ու ջուր չեն ունենա,
կեթան։ Հիմա հաց։ Նախ այդ հալումը ճանապարհա, չէ՞ իրենց պետք է։ Իրենք սյոտկի շրջափակման մեջ են, չէ՞։ Ես ձեզ պատմում եմ հիմա օպերատիվ մասնագիտական լուծում եմ ձեզ բացատրվում։ Ընկել են մեր ցեպոշկայի մեջ։ Ոնց են էթալու, եթե անգամ ջուրը հաց չունենան։ Հիմա հաց ջուրը հաց տվել եք, ճանապարհ տվել եք, այդ խումբը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում է, թե ոչ։ 263 սպեցնազ կարանք չէ փոխենք մեր գերիների հետ։ Պրաստոյ հաց եմ տալի։ Կորյուն, պրաստոյ հաց եմ տալի, ես ուրիշ բանի չեմ ուզում այսօր խոսամ։ Մենակ այդ հացը։ Մենակ այդ հացը։ Խոսանք վաղը, մյուս օրը, բայց այսօր մի հատ հաց։ Պրոֆեսիոնալ հաց եմ տալի։ Այսօր էս եթերը մեր հետ, քո հետ, մենակ է դրա հետ է կապված։ Ոչ մի բանով մի զբաղվի, ես քեզ լիչնի խնդրում եմ, որպես աղբեր աղբոր, լսի, ոչ մի բան։ 263 հոգի սպեցնազը, ավակ սպայա կազմով են ստե եղել։ Հայաստանի տարածքում են, թե ոչ։ Ոնց են մտել, նախ մտնելու համար պատասխանատվություն պետք է կրեն համապատասխան մարդիկ, ուշադիր լսի։ Մնալու համար պետք է պատասխանատվություն կրեն համապատասխան մարդիկ, գնալու համար էլ դաժե։ Այդ զորքը հիմա Հայաստանում է, թե ոչ։ Եմ որ ասում են գերիներ չունենք, մեկը մեկի հետ փոխանակենք։ Ես ասում եմ ունենք։ 263 հոգի սպեցնաց պլյուս 46 հոգի ավակ սպայակազմա այդ զորքի մեջ։ Այդ զորքը ուր է։ Ուրիշ բանի չեմ ուզում խոսամ։ Կոնկրետ, հենց այս հարցով։ Ուր է այդ զորքը։ Ստեն, գնացել են։ Պալյուբում իրանք չէին կարող գնային, հասկանում ես։ Չէին կարող, իրանք շրջափակման մեջ են եղել մեր սպեցնազի կողմից։ Ուր է զորքը։ Իրանց կոմունիկացիան փակված է եղել։ Ոչ հաց, ոչ ջուր։ Ասում են սոված կմնան, կգնան։ Հասկանում ես ինչ է խոսում գլխավոր շտաբի պետը։ Այս պայմաններում դու ո՞նց ես պատկերացնում բանակի կոմունիկացիան։ Ես քեզ անձամբ խնդրում եմ Կորյուն Սիմոնյան, մի հատ խնդրանք։ Ոչ մի բան մի արա, հենց այս պայից սկսի գրելը հասկացի, ո՞ր է զորքը։ Հայաստանի Հանրապետության տարածքում է, հենց մեկը հաստատեց, որ դուրս են եկել, հասկանում ես ինչա դառնալու, ո՞նց են դուրս եկել։ Չեմ ուզում խոսամ ոչ մի բանից։ Այ հիմա ուզում եք, ես ասել եմ, չէ՞ խոստացել եմ, ես բացել եմ այդ թեման։ Առաջի հացը քեզ Կորյուն Սիմոնյան, սկսի սրանով, ուր է զորքը։ Հայաստանի տարածքում թե դուրս եկել, եթե ստեախիա միջև իմաստե գերեվարված չի, բա հաց ու ջուր եք սպասում, կոմունիկացիաները փակված է եղել։ Չի կար Ադրբեջանից իրան կոմունիկացիա կան, պետական սահմանից ներթափանցում է եղել։ Ինչ են ուտում, ինչ են խմում, նայ քանի ամիս է։ Կարող է բացվի վերջում մեր այս պետության բյուջեից ենք դրանց կերակրում։ Իսկ եթե դուրս են եկել, ո՞նց են դուրս եկել, ով է թույլ տվել որ դուրս գան։ Ոնց է բացվել ճանապարհը որ հետ գնան։ Ես քեզ պրյամով բան եմ խնդրում, խոսալու էլ բան չունեմ։ Էսի դու ապահովի հրապարակային բան եմ քեզ խնդրում։ Ու դաշը խոսենք։ Կանեմ, ես ուղարկեմ այդ հարցումը։ Մենակ հացում մի արա, մտի այս թեմայի մեջ։ Հացումը ինչ կլինի, ինչ լինի, մտի այս թեմայի մեջ։ Խնդրում եմ, մտի այս թեմայի մեջ։ Կտենաս ինչա դուրս գալու։ Էլ խոսալու բան չունեմ։
ու կտենակ ինչ է իրականում կատարվում։ Ընդհանրապես այսքան բան էի խնդրում քեզի։ Արա էսի։ Շատ խառն ենք, աղբե Սիրիանն է ինչա կատը։ Ապե նույն Սիրիան մեր մոտ ալնելու։ Մտի այս հացի մեջ ուր են դրանք։ 263 դիվերսանտը ուր են։ Պետական սպեցնազը մտել է մեզ սամանի մեջ, շրջափակման մեջ է գտնում, մեր բանակը փակել է։ Ուր են արա։ Խնդրում եմ քեզ, էսի դու լրագրողականով արա, ես գիտեմ ինչա կատում, ես հիմա շատ բաներ չեմ կարող խոսամ եթերով։ Մենք ուրիշ բան ենք պատրաստվում։ Այ դու որպես լրագրող, մտի լրագրողական հետաքննություն սկսի, տես ուրա։ Գերի չունենք փոխանակելու։ Այս 263-ից ուշադիր լսի 9 բացասիչան սպա կա մեջները։ Ես գիտեմ ովքեր են ստե։ Չեմ ույման խոսում։ Եթե չեն տարե, դու հավատում ես, որ սրանք ստե, ես հավատում եմ, որ ստե են, դաժե կոմունիկացիային սրանք ապահով է, լրագրողական հետաքննություն արա, կտենաս ինչա կատարվում, մտի աղբեր գլխավոր շտաբի պետը ասել է հաց ու ջուր չեն ունենա, սոված կմնան կետան, արա ոնց կետան, արա մեր պետական սամանը ներխուժել են, ոնց կետան, արա, էլի սամանով են ընթալու, չէ, հո երկնքից չեն իջե, արա ստե, հասարակ հացա չէ, մտել են, ասում են սոված կմնա կետան, արա ոնց կետան մեր սամանը պտի հատեն որ հետ էթան, չէ, լոգիկայի աղբեր, արա ինչ ասեմ, արա չգիտեմ ոնց խոսամ աղբեր, չգիտեմ, էսով արա էսի, էդիտան, արա չգիտեմ աղբեր, ես մական կրթություն ունեցող մարդ եմ էլի աղբեր, ոնց կարա սենց պատասխան տա գլխավոր շտաբի պետը արա, սոված կմնան կետան, ես քեզ մի հատ բան եմ խնդրում, չեմ ուզում շատ խոսամ, տես ինչ կարճ եմ խոսում, որտեվ շատ ծանրաբեռնված ենք, մի հատ խնդրանք, սկսի լրագրողական հետաքննություն, բոլոր լրատվամիջոցներին խոդի գցի, բոլորը, թող զբաղվեն այս հարցով, այդ խումբը ստե թե ոչ, 3 հարց է, ոնց է հայտնվեց թե, ոնց է մնացել, դուս եկի արդյոք թե ոչ, եթե ստե է, փոխանակենք մեր գերիների հետ, մեր պետական սամանի հատումա տեղի ունեցա, հասկանում եք, սոված մնան էտան, այսինքն որ սոված չնեն էլի կարան գան, հա, չգիտեմ, մի հատ խնդրանքս կատարելի, աղբեր շատ խառն ենք մենք, մեզ փտել են այս ասվալտներին բանապոլի զենքով բանով, ես արդեն պոլի զենքով փտելու են, գիտեմ ինչ անելու, որ զենքով են ոզին ամատիկ աղբեր, ես գիտեմ ինչ անելու, այս եթերից հետո, ես գիտեմ, սաղանգեներից, նատավին բոլորին սաղանգեներից, անա մինչ կապ չունեն տարա, ոչ զենքով են ոզին ամատիկ, կայք ոզին ինչ եք ուզում ենի տարա, բայց մենք հայերի կջանի տարա, մենք ես հայերի գիտերը, ընգերական խատում բոլյոն մի քանի այսօր, սաղ միջոցներ, սաղ հողացի բացումներ անեն, էսի մացերի հետ կապված, քո եթերով եմ ասում, որ սաղ օգտվեն սրանից, ուր է թում, 263 հոգի սպեցնազ ուր է թուրական, ավեք վրտեք փոխանակին բախվեր, վեցատ ավակստվան է, մենք գիտենք, ովքեր են ընդել, այ հիմա մտեք այդ հարցերը խոսանք, ադիվ ունեմ, բախվեն դրան, խնդում եմ, խոսալ էլ բան չկա, Այսօր խաղաղության պայմանագիրն են համաձայնեցրել, Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ է այսօր, ասում է դարակազմիկ իրադարձություն է տեղի հավատում եք խաղաղությանը։ Ինչ խաղաղություն, դուք ինչ եք խոսում, ապես սամանալություն են փոխելու, որ մեր տեսարեքին,
եւ Ադրբեջանի արտակարգ դիազոնը Հայաստանի Հանրապետություն։ Դուք ինչի՞ց եք խոսում։ Դուք չգիտեմ դուք ինչ եք ծխում, ինչ եք ուտում։ Ոնց եք իշխանություն պայմանագիր։ Երկու ժամա դες բան եմ ասում դուք խաղաղության պայմանագիրից եք խոսում։ Ինչ խաղաղության պայմանագիր։ 15 թիվը կրկնվել է հիմա։ Դեք Սիրիա երեխեքին մեկ ինչ են անում թուրքերը։ Այդ նույնը լնա մեր մոտ։ Չի կարող ինչ խաղաղություն, ինչի՞ց եք խոսում։ Ում է խաղաղություն։ Ես Դոստը եթերն չեմ կարող խոսում։ Ինչ խաղաղություն։ Ում է խաղաղություն։ Հիմա Սիրիա մեր երեխեքին դդում են 13-12 տարեկան։ Հերոսատները այդ նույն բանդիտները մտել են այդ տարածք։ Ինչ խաղաղություն։ Տղեկ, ինչից եք խոսում։ Անարժանապատիվ մարդը պիտի մտածի այսօր խաղաղության մասին։ Ինչ խաղաղություն։ Նայեք ինչ են անում։ Դուք հավատում եք խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը, բոզի տղա, Նիկոլ Փաշինյանը, պետական դավաճանը, ես գիտեմ ինձ հալածել են ուսումնուսը, լսեք ուշքադիր, ինչ խաղաղություն, ում էդ խաղաղություն, նայք Սիրիայում ինչ են անում քրիստոնյաներին, մարդու խաչի, տեսակ եք տալել է, խաչի վրա մարդուն դրած գլխից խփում են, գլուխը թափում է, ում էդ եք դու խաղաղության էթում։ Սա արդեն վերածվել է կրոնական պատերազմի։ Ես պատական չեմ ասում, զինվեք։ Ինչ խաղաղություն, ում էդ խաղաղություն, ում էդ խաղաղություն, մեզ սպանողների այդ խաղաղություն, Գորյուն մի հատ բան եմ խնդրում էլի, իմ ասած արա դու, ընդամենը ու վсё, այդ խոսալու բան չկա։ Պատերազմը սա, պատրաստ ենք, տեսնի, խնդրում եմ, երբ որ դու էդիկ շուտ կանես, եթե կմտնենք, բայց հիշեք մի հատ բան, պատրաստեք պատերազմի, ու միշտ եղեք պատերազմի, որովհետև նայեք ախպեր, եսի արդեն դարել է կրոնական պատերազմ արդեն դառնում։ Նիկոլն է խաղաղություն, արա Նիկոլ աշխարհի ամենուժեղ բոզի տղա թուրքն է։ Աշխարհի ամենուժեղ թուրքը դա Նիկոլն է։ Ես գիտեմ ծանր նստել ին վրա այս ամեն ինչը, բայց ես գիտեմ ինչից եմ խոսում։ Նա մանախն է ասում։ Թուրքերի մեջ ամենուժեղ թուրքը դա Նիկոլն է։ Սենց բան չի կարալին, դուք 20-30 մարդը հավաքի, որ էլի ապացուցի, որ մենք թուրք ենք։ Դու հասկանում ես սա ինչ է։ Գժվելու բան, ախպեր, մենք գիժ ենք դարել արդեն, մենք չենք կարող էլ, մենք նորմալ մարդու կյանքով չենք կարող ապրենք։ Չի կարող նման բան լինի։ Ով Նիկոլին ընտրում է ձենատալի, իրանք էլ են թուրքեր։ Պրյամո ասում եմ ինչ կա, պրյամոյ, մի անգամ ասեցի 21 թվին հիշում եք, ինձ տարան փագին։ Այս անգամ չեմ ասում, չենք սպանելու իրանց, այն անգամ ասել եմ, պետք է գլուխները կտրենք բան, տան ինձ փագին, 26 օր նստա, հետո ազատվա, չենք սպանելու ձեզի։ Ընդհանրապես ձեր անունը չի հոսելու։ Ով Նիկոլին ձենատվեց, հələ Թուրքիա ապրելու։ Ես բան չունեմ էլ ասելու։ Ապեր, մենք չենք կարող Հայաստանը տանք։ Վերջի մոհիկանն ենք, մեր գժերով ենք մնացել, կկրվենք, հաց չկա, կկրվենք, կմեռնենք, սաղ կմնանք, էդ էլ Աստված մեզ ինչ տվել է, էդի կանլի, մենք չենք համարել, ես չեմ կարող Հայաստանում ապրեմ թուրքի տակ, հասկանում եք, մենք կմեռնենք, թող մենք մեռնենք, բայց չտենանք, որ Հայաստանը թուրքի տակ է, մինչև վերջի պատոնը կկրակենք, մենք ազգանյականներ ենք, ազգանյամոլներ ենք, ռևանշիստներ ենք, ինչ ուզում եք դրեք մեր անունը, մենք չենք կարող տենց ապրենք, մինչև վերջի փամփուշտը կկրակենք, կմեռնենք, ինչ կնենք, մենք դաժե երաբլուր չենք ունենալու, եթե սենց գնա մենք երաբլուրը չենք ունենալու, հավատացեք,
Մենք համաձայն չենք ախպեր ամեն ինչի հետ։ Մենք համաձայն չենք։ Միջև վերջի պատրոնը կկրակենք։ Մենք պատրաստ չենք այս աշխարհակաղակական իրավիճակում։ Մեսի մեր Հայաստանն է։ Մեր Արցախը մերն է։ Ուրիշ ախպեր, մենք տենց ենք ապրում, մենք տենց ենք հասկանում։ Ուրիշ ձև չկա մեզ փոխելու։ Կտանի մեզ կփագի, թողի, չգիտեմ։ Մենք տենց ենք հասկանում աշխարհը։ Սա Հայաստանը եւ Արցախը, մենք երկու հանրապետություն ունենք, երկու աշխարհագրական պետություն ունենք։ Հասկանում ես, ձև չկա ախպեր։ Թող որոշեն։ Բայց իմ խնդրանքարը հացումները արը ու հրապարակի։ Ու կտնես, որ ճիշտ բան եմ ասում։ Աստված պահպանի Հայաստանը, Աստված պահպանի Արցախ աշխարհը։ Ինձ հետաքրքիր չի Արցախից եկած նախագահներ կան, ես իմ ինչ կերեմ։ Այդ ինչ հետաքրքիր, քաղաքական բաները գիտես ինչ հետաքրքրում։ Տենում եմ էլի։ Արա Արցախից եկել եք, հələ հելեք մի հատ ցուցահանդես դրեք։ Ցեղասպանության ցուցահանդես հանեք, սա Հայաստանի դիվանագետներին կանչեք, ասեք, տեսեք ինչ է եղել։ Հանեք դրեք ցուցահանդես ինչ է եղել 23 թվին, ինչ է եղել 21 թվին, 20 թվին, հանեք դրեք, արա։ Արցախի նախագահ, Արցախի ազգային ժողով, Արցախի վարչապետ, հələ լավ չէ կարա, ինչ եք դուք ծխում։ Այո, հանեք ցուցահանդես հրավիրեք Հայաստանի ներկայացուցչություններում, ով կա Հայաստանում, դիվանագետներին կանչեք, ասեք, տեսեք ինչ է եղել։ Ես կրվող տեսակ եմ, իմ ընկերները կրվող տեսակ են։ Այո, մենք դոբելման պինչած չենք, ոչ է տենց Սուլեյման, բայց մենք մեր ազգի համար կանես տղեկ ենք։ Էսի մեր հողն է, էսի մեր պետությունն է, Արցախը մեր պետությունն է, այո, մենք ռևանշիստներ ենք։ Ինչքան Աստված մեզ կյանք տվեց, այդքան կարա։ Մինչև վերջի պատրոն կրակելու ենք, մենք կռվենք էթալու, ձև չունենք, մենք ռևանշ ենք էթալու։ Էդի թո սա իմանան ու հասկանան։ Սա մեր հողն է, սա մեր պետությունն է։ Քիչ Արցախը տվեց, հիմա մտել են նայեն, ոնց են սաս մոտենում, մտել են մեր տները, արա հայ ազգարա, մտ խելքի արեք արա, մտել են մեր տները արդեն, արա, ինչ Բագրատ Սրբազան, Բագրատյոն, ինչ եսիմ ինչ, մոռացեք քաղաքական շարժերը, ռազմական գործողություն, ու վсё, սաղ աշխարհով, ու ձև չունենք էլ մենք, էլի հետ եք քաշում 15 թիվ մեզի։ Կորյուն, շնորհակալություն ես եթերի համար, բայց խնդրանքս կատարելի։ Գիտես կարող ես հետո ինձ վերցան, իրենց խնդիրն է, իրենց սեռական խնդիրն է, վաբշե ինձ չի հետաքրքրում ինչ կլինի, ինչ լինի։ Իմ կողքը շատ տղեկ են կանած, մոտ 2-3 հազար տղա։ Քիչ տիվ չի, չէ՞։ Նա ինչ ծրագրեր եմ ներկայացրել։ 2-3 հազար տղեն, հետի հասկանում ես, բրիգադներ արա։ Ապա պետությունը չի ուզում կպի։ Չի ուզում որ մենք խնդիր կատարենք, բայց մենք մեր խնդիրը կատարել ենք։ Սա պետության անկում է։ Մենք պետք է կռվենք, տղեկ ուրիշ ձև չունենք։ Ուրիշ ձև չունենք ախպեր։ Կամ մեռեք, կամ գնացեք հանձնվեք։ Ես իմ ընկերները համաձայն չենք դրան, մենք կռիվ ենք տալու։ Պետությունը կհամաձայնվի, այսօր ինչ ա ուզում, սահմանադրությունը ուզում փոխես, բոզը, ինչ ա ուզում անի, մեր խելին չի այդ ամեն ինչը, մենք կռիվ ենք տալու։ Կռիվ ենք տալու ախպեր։ Այն որ ոսկեպան նստած ենք Բագրատյոն եկավ, այդ կռիվը, այն հիմնական կռիվը սաղ շեղես բերեց Երևան, այդ քաղաքական իրան նկատումներով, Բագրատյոնը, ես ձեզ ասում եմ, էլ ոչ մեկ սրա տակ չի մտնելու, կտնեք, ֆորս մաժոր անելու, դաժե սպես լուժբեկը չեն հասկանալու ինչ անելու, ես պրյամ ասում եմ,
կդիվ ալնելու։ Մենք տալու բան չունենք։ Կմեռնենք, բայց ով մտածում է մեռնելու մասին, երբեք հաղթանակի չի հասնի։ Ես հեսա եթերը ինչի բայց ասեմ, թող բոլորը լսեն։ Իմ ամբողջ սպեսնազը իմ հետախուզությունը գիտի։ Քանի որ իմ մոտ շատերը փողային են, ասել եմ, ով մեռնի բոզը։ Բոզի թաղմանը լավ տղեկ չեն եթում։ Այդ մոտ դարել է կանոնակարգային միավորում։ Այո։ Մեռնել չկա։ Ապրելով ենք հաղթելու։ Ապրելով հաղթելու ենք ու կռիվ այդ հալու։ Ապա մենք տալու բան չունենք։ Ինչ ասեմ, էլ բան չունեմ խոսալու ախպեր։ Կռիվա։ Ձև չկա, մենք ախպեր, հասկանում ես, ձև չկա, ապեր, խոսալու բան էլ չկա արդեն։ Սաղ խոսացվածը, սաղ դրած, վեկալածը, էլ խոսալու բան չկա։ Ով ինչ հասկանում է, էդի պտի անի։ Всё. Будем работать по штатной схеме. Всё. Շնորհակալություն ախպերս, բայց խոստու ինձի, որ դու եսի կտանես առաջ այս խնդիրը։ Всё. Աստված պահապան մեր Արցախի եւ հայոց աշխարհին։ Всё, խոսալու բան չկա։ Շնորհակալություն, եթե Ով հասկանում է թողանի ապե կդիվա։ Չես յոգում։ Սա հանձնում է։ Մի քանի բոզի տղոլ հրավիրել է բանա, դասախոսություն, այ գանդոնի տղա, դու ինչ դասախոսություն կարդացող ես, կանչելը դասախոսություն է կարդում։ Իրական Հայաստան, դու հասկանում ես, ուր ենք ասեմ ենք արա։ Ուզում է համոզի արա։ Խոսալու բան չկա։ Ով ինչ գիտի թողանի, всё։ Էլ չեմ խոսալու։ Расход по мастям, давай։ Պաշտում եմ ձեզի։ Ստեսուն ախպեր ջան։